2 օր առաջ բայթեցվել է Վալիբրիսի ամենամեծ բայսներից մեկը ռազմական գործողությունների արդյունքում։ Կան զոհեր, վիրավորներ ու նախնական տվյալներով վնասը կազմում է մոտ 100 միլիարդ ռուբլուց ավել։ Ես այսօր չեմ ուզում խոսել թե ով է ճիշտ, ով սխալ։ Ինձ համար նշանակություն չունի թե ով է հարձակվում, ով պաշտպանվում, որովհետև արդյունքում ամենամեծ գինը վճարում են սովորական մարդիկ ու շատ հաճախ նաև գործարարները։ Շատ քչերն են պատկերացնում, որ նմանատիպ մեկ պահեստում կարող է պահվել հազարավոր, նույնիսկ միլիոնավոր վաճառողների ապրանքներ։ Դրանցից շատերի համար այդ ապրանքները տարիների աշխատանք են, խնայողություններ, վերցված վարկեր ու այլ ներդրումներ։ Երբ կարդում ես նմանատիպ լուրերի մասին, հասկանում ես, որ բիզնեսում ամենակարևորը մրցակցությունը, մարքեթինգը կամ վաճառքները չեն։ Ու երբ աշխարհում պատերազմ է, դրա հետևանքներից հասնում են նաև այն մարդկանց, ովքեր որ ընդհանրապես կապ չունեն տվյալ պատերազմի հետ։ Ու փաստացի հիմա միլիոնավոր վաճառողներ, գործարարներ դարձել են այդ իրավիճակի ամենամեծ զոհը։ Ու սա հերթական հիշեցումն է, որ պատերազմի իրական արժեքը չափվում է ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև մարդկային կյանքերով, քանդված բիզնեսներով ու կորցրած տարիների աշխատանքով։